Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 17-ն է եւ այսօրվա մեր հաղորդման մեջ մի քանի կարևոր հարցեր ունենք անդրադառնալու։ Երևի արդեն տեղեկացել եք, որ Հայաստանը ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, շատ կարևոր հանդիպումներ են արդեն իսկ ունեցել Հայաստանում, նաեւ ելի մի շարք կարևոր հանդիպումներ են նախատեսված այդ հարցերից պետք է խոսենք, ինչպես նաև մի քանի բառով կանդրադառնանք երեք Էջմիածնում վաղար շաբաթում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ճիշտ է, ես շատ չեմ խորացել Հայաստանի այդ ներքին ներքաղաքական հարցերին, դուք էլ լավ տեղյակ եք սիրելի հայրենակիցներ, բայց այնուամենայնիվ մասամբ հետևել եմ, թե ինչ է տեղի ունենում եւ առաջին տպավորությունս այն է, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են եւ անում էին, որպեսզի Գյումրվա պատկերը չստեղծվի նաեւ Էջմիածնում, ու որքան ես հիմա հասկանում եմ նախնական տվյալներով դա իրենց հաջողվել է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այնինչ տեղի էր ունեցել Գյումրիում, դա մեծ խայտառակ պարտություն էր Հայաստանի իշխանությունների համար եւ ռուսական նարատիվների տարածողների հաղթանակ, ռուսական ռազմաբազայի միջամտություն կար, այսինքն հիբրիդային պատերազմ, եւ հիմա Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, նաեւ Հայաստանի քաղաքացիների օգնությամբ, քանի որ բազմաթիվ մարդիկ ես տեսնում եմ, որ իրոք աջակցում են Հայաստանի ներկայիս իշխանություններին, այսինքն ուժերի լուրջ մոբիլիզացիա տեղի ունեցավ եւ որքան հասկանում եմ Էջմիածնում հիմա լրիվ այլ է պատկերը, բայց կրկին չեմ ուզում շտապել, չեմ ուզում սխալված լինել, ճիշտ է քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների բացարձակ մեծամասնություն, բայց մի քանի ուժեր կրկին կարող են իրար միանալ, չեմ կարող ասել, թե ընդհանուր այդ միացման արդյունքում ինչ կստեղծվի, որքան հասկանում եմ այնուամենայնիվ առաջատար ուժ կմնա քաղաքացիական պայմանագիրը եւ հնարավորություն կունենա ունենալու քաղաքապետ։ Կրկնեմ ու կրկին մեկ անգամ կրկնեմ, ես քիչ եմ հետևում Հայաստանի ներքաղաքական process-ներին, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դա նաև մեզ համար կարևոր է այն առումով, մեզ համար ասելով կոնկրետ ինձ համար, իմ այս ծրագրի համար, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք, թե ինչ ներքին քաղաքական գործընթացներ կան Հայաստանում եւ որ ուժերն են այնուամենայնիվ ակտուալ ինչ որ չափով եւ կարող են կրկին մտնել Հայաստանի ազգային ժողով։ Այս առումով իրոք պատկերը տխուր է, ոչ մի ուրախալի բան, քանի որ այդ հին ուժերը կրկին շատ ակտիվ են եւ հավանաբար ապագա խորհրդարանում նույնպես իրենք կլինեն շատ լավ ներկայացված։ Դե ինչ անդրադառնանք ավելի կարևոր հարցի, ըստ ինձ, քանի որ ինձ համար միանշանակ շատ ավելի կարևոր հարց է, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում եւ ինչպես արդեն նշեցի, Հայաստանը ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, նա հանդիպում պետք է ունենար Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, ազգային ժողովի նախագահի հետ, արտաքին գործերի նախարարի հետ եւ ելի մի շարք հանդիպումներ էին նախատեսված եւ արդեն մենք ունենք հաղորդագրություն, որ հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու շատ կարևոր հետաքրքիր քննարկում է հաղորդագրությունից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերություններից ու նշել է, որ Հայաստանի ժողովուրդը շատ է դրանից ողջավորված, Հայաստանի ժողովուրդը շատ կարևոր է համարում այդ հարաբերությունները։ Խոսվել է կոնկրետ TRIP ծրագրից, բազմաթիվ հարցեր, տնտեսություն, ճանապարհներ եւ մենք այս հաղորդագրությունից կրկին մեկ անգամ եւս համոզվում ենք, որ հիմնական թեման Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հետաքրքրություն ներկայացնող դա տնտեսական հարցերն են, դա ճանապարհներն են, TRIP ծրագիրը ամենակարևոր ուղղությունն է եւ այս այցի հիմնական կարծում եմ նպատակը, որքան նաեւ հասկանում եմ հաղորդագրություններից,
թե ինչպես է այդ աշխատանքը ակտիվանալու, ինչպես է այդ ընկերությունը ձևավորվելու, ինչ լիազորություններ են բաշխվելու Հայաստանի Հանրապետության եւ ամերիկյան այդ ընկերության միջև, հիմնական թեման դա է։ Նաեւ էներգետիկ հարցերն են հիմնական թեման այս քննարկումների։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին, որ նա նախագահ Թրամփի կողմից օգոստոսի հանդիպման ժամանակ այդ տեսլականը առաջ է մղել խաղաղության Ադրբեջանի հետ, այսինքն կրկին մեկ անգամ կարևորվել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտում չափազանց մեծ կարևորություն է տրվել այդ հարցերին, ու ամենակարևորը այստեղ, ինչպես արդեն նշեցի, աշխատանքային խմբի գործունեության մեկնարկն է տրվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որպեսզի այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն։ Այսինքն այդ աշխատանքային խմբի արդեն մեկնարկն ենք մենք տեսնում եւ դրա համար է այս այցը տեղի ունեցել։ Դրանից բացի քննարկվել է լիարժեք խաղաղության հարցը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Կարևոր է այստեղ նշել, որ հանդիպում է տեղի ունեցել նաև պետքարտուղարի տեղակալի եւ Ռուբեն Ռուբինյանի միջև, քննարկել են Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական հարաբերությունները եւ անդրադարձել են նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը։ Ինչու համար է սա կարևոր։ Կարճ ասեմ, որովհետև Ռուբեն Ռուբինյանը կոնկրետ զբաղվում է այդ հարցերով եւ ինքը ամենից լավ է տեղեկացված, թե հիմա ինչ իրավիճակում են հայ-թուրքական հարաբերությունները, ինչ խնդիրներ ունեն, ինչ հնարավորություններ ունեն եւ որ կետի վրա են։ Բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը հիմա ավելի մանրամասն տեղեկանալով ապագայում կկարողանա ավելի շատ ազդել այդ հարաբերությունների վրա, բնականաբար ճնշումը պետք է լինի թուրքական կողմի վրա, ազդեցությունը մեծ պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների, որպեսզի Թուրքիան ապաշրջափակի։ Այսինքն մենք հստակ տեսնում ենք, որ գործնական շատ լուրջ քայլեր են արդեն նախաձեռնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ անձամբ դա ինձ շատ է ուրախացնում։ Կարևոր է այստեղ նշել, որ պետքարտուղարի տեղակալը մի քանի օր գտնվելու է մեր տարածաշրջանում, եթե չեմ սխալվում, մինչև ամսի 21-ը լինելու է նա մեր տարածաշրջանում, այսինքն մանրամասն զբաղվելու է կոնկրետ այդ հարցերով, սիրելի հայրենակիցներ, նա նաև այցելելու է Ադրբեջան, դեռևս տեղեկություններ չունեմ Վրաստանի մասով, բայց Ադրբեջանի մասով արդեն իսկ կա տեղեկություն, որ նա այցելելու է։ Այստեղ շատ կարևոր է մեկ այլ հարցի նույնպես անդրադառնալ։ Ադրբեջանը չափից դուրս շատ է հիմա ակտիվացնում Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունները, ավելի ճիշտ նույնիսկ Միջին ասիական երկրների ընկերակցության մաս է դառնում։ Կարող ես կոնկրետ սխալվեմ, թե որ կազմակերպության մաս է դառնում, բայց մի այնպիսի կազմակերպության, որտեղ որ շատ կարևոր հյուր էր Ադրբեջանը, եւ հիմա այդ կազմակերպության լիարժեք անդամ է դառնում Ադրբեջանը եւ Միջին ասիական երկրների հետ մեկտեղ կոնկրետ պլանավորում է շատ խորը ծրագրեր մշակել եւ հիմնականում կենտրոնանալու է տարանցիկության վրա եւ սա տեղի ունենում այն բանից հետո, երբ որ Միջին ասիական երկրները, ես պատահական չէ որ այս հարցին կարևորություն եմ հատուկ տալիս, կենտրոնանում են հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացման վրա։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ, 10 օր կրկին թվերը դժվար է հիշել, բայց շատ ժամանակ չի անցել, ինչ Միջին ասիական երկրների ղեկավարները միանգամից, եթե չեմ սխալվում, 4 երկրների ղեկավարներ գտնվում էին Վաշինգտոնում եւ հանդիպում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք այդ ժամանակ իմացանք, որ Ղազախստանից Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ մետաղներ են ձեռք բերելու, վոլֆրամ եւ այլ հազվագյուտ մետաղներ։ Նաեւ այդտեղ մենք լսեցինք այն, որ Ղազախստանը միանալու է Աբրահամի ծրագրին, այսինքն Իսրայելը եւս կապ ունի այս գլոբալ գործընթացների հետ։ Սա շատ կարևոր է հասկանալ եւ հիշել։ Իսրայելի գործոնը բավականին մեծացել է նաեւ մեր
տարածաշրջանում եւ դա տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների, հատկապես Դոնալդ Թրամփի օգնությամբ։ Եվ այդ հանդիպման ժամանակ էր, որ Թրամփը խոսել էր թրիփից, կոնկրետ թրիփից, Թրամփի երթուղուց օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից, հստակ կարևորելով այդ ծրագիրը եւ այդ ուղին, հստակ ասելով թե ինչ մեծ նշանակություն այն կունենա աշխարհի համար եւ արևմուտքի համար։ Եվ այդտեղ Ալիևը հայտարարել է այդ երկրների հավաքին, որ Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարության հատվածը իրենց մոտենում է ավարտին, այսինքն իրենց մասը սկսել են անվանել Զանգեզուրի միջանցք։ Այստեղ էլ շատ խորամանկ խաղ կա, չգիտեմ, եթե ցանկանում եք այս հարցին էլ կարելի է անդրադառնալ։ Ըստ ինձ Ալիևը հիմա Զանգեզուրի միջանցք է անվանում իր հատվածը, վաղը, որպեսզի նկատի ունենա այն, որ այդ Զանգեզուրը ամբողջությամբ բաժանված է, մի մասը մնացել է Հայաստանի տարածքում, իսկ մի մասը Ադրբեջանի, հստակ դա է նկատի ունեն, բայց հիմա այլ խորամանկության են դիմում, կարող է ասեն, թե մենք մեր հատվածն ենք անվանում Զանգեզուրի միջանցք, բայց իրականում դա է դնում ինքը գաղափարի մեջ, ասելով Զանգեզուրի միջանցքի իրենց հատվածը ու վստահություն է հայտնել Ալիևը, որ օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հնարավորություն կստեղծեն միջազգային փոխադրումների եւ տարանցիկության ընդլայնման համար։ Այսինքն այնուամենայնիվ ինքը այսպես թե այնպես, ուզելով թե չուզելով, խորամանկելով թե ինչպես, միևնույն է հավատարիմ է մնում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ու ահա այս ֆոնին հետաքրքիր խաղեր են տեղի ունենում նաև մեր տարածաշրջանում, սահուն կերպով ասում ենք միջազգային հարցերը, բայց Աբբաս Արաքչին շատ հետաքրքիր հայտարարություն է արել Իրանի արտգործնախարարը, եւ հիմա Աբբաս Արաքչին ասում է, որ փաստացի Իրանը հրաժարվում է իր ատոմային ծրագրից, ատոմի հարստացումից եւ այդ բոլոր օբյեկտները արդեն ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ են ու հրաժարվում է նրա պատճառով, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանք ոչնչացրել է։ Նախկինում նրանք չէին խոստովանում, որ ոչնչացրել է, բայց հիմա խոստովանում են, որ ոչնչացրել է։ Այստեղ հետաքրքիր նաև մեկ հետաքրքիր փաստ ավելացնել, որ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից։ Այսինքն խոսել է Ռուսաստանի Դաշնությունից, անդրադարձել է նաև Իրանին, խոսքը նրա մասին է, որ հիմա կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Սենատը նոր բանաձև օրենք ընդունել, որով որ արգելվի երկրներին առևտուր անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն այն երկրները, որոնք որ առևտուր անեն Ռուսաստանի Դաշնության հետ, կընկնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Կարծում եմ այդ թվում նաև Հայաստանը։ Շատ կարևոր տեղեկություն է սա մեզ համար, որի վրա պետք է երկար մտածել եւ ահա այդ կոնտեքստում այդ հարցը մեկնաբանելիս Թրամփը նաև ասել է, որ հնարավոր է նույնը լինի նաև Իրանի պարագայում, այսինքն պատժամիջոցներ մտցվեն նաև Իրանի մասով եւ այն երկրների վրա տարածվեն այդ պատժամիջոցները, ովքեր որ առևտուր անեն նաև Իրանի հետ։ Կարծում եմ սա լուրջ մտահոգություն պետք է առաջացնի Հայաստանում։ Ավելի լավ պետք է հասկանանք եւ ուսումնասիրենք, թե ինչի մասին է խոսքը։ Հույսով եմ, որ այս հարցը եւս հիմա կքննարկեն Հայաստանում պետքարտուղարության տեղակալի հետ։ Քանի որ անդրադարձանք միջազգային կարևոր հարցերին, ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ ավիակիրը հիմա մոտենում է նաև Վենեսուելայի ափերին, Ջերալդ Ֆորդ ավիակիրը, եւ շատերը կանխատեսում են, որ հարվածը այնուամենայնիվ լինելու է Վենեսուելային։ Ամեն օրվա ռեժիմով Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ են հասցնում նավերի, տարբեր նավերի, փոքրիկ, որոնք որ իրենց խոսքերով թերմանջուտ են տեղափոխում դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա է ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինայի մասով շատ թեժ մարտեր են Ուկրաինայում, հատկապես Պոկրովսկի հատվածում կա տեղեկություն, որ Ռուսաստանը առաջ խաղացում է ունեցել վատ եղանակային պայմաններում պոնտոնային անցումների միջոցով Ռուսաստանը կարողացել է մոտ 10 միավոր տեխնիկա անցկացնել եւ մի 8 կիլոմետր խորանալ ուկրաինական տարածք, բայց կան նաև տեղեկություններ, որ որոշ հատվածներում ուկրաինացիները կարողացել են բավականին մեծ խումբ
ռուսական զինվորականների մեծ խումբ գերի վերցնել։ Բավականին դժվար է ճշտել երկու կողմերի տեղեկությունը, հույսով ենք, որ մոտակա օրերի ընթացքում ամեն ինչ ավելի պարզ կդառնա։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։